խաղեր անհրաժեշտ է, իհարկե անհրաժեշտ չի, եթե ուսուցողականա կոնկրետ դպրոցական տարիքում կամ դպրոցներում օգտագործում է խաղերը։ Եվ ոչ թե զվարճանքի խաղերն են օգտագործում են ուսուցողական խաղերը։ Այդ տարիքը, որ անցավ, արդեն այդպես խաղերը ոչ մեկ չի բավարարվում, արդեն ուրիշ խաղեր է պահանջում։ Միջավայրը խաղի միանշանակ վնասում է, եւ այս խաղը մեջի, որ հիմա զարգացում չի ապրում, ինքն էլ զարգացում է ապրում, ես հին բան եմ ասում, բայց էլի։ Հիմա խաղում են ցանցային խաղեր, դու քաղաքի ես մասում ես, մեկը Երևանը չգիտեմ որ թաղամասում է, մեկն էլ Ռոքտեմբերյանը չգիտեմ որ փողոցի վրա։ Իրեքով խաղ են խաղում, բայց իրանք իրաց տների։ Դա ելնում են քաղաքում բան են մանգալի, օրինակ։ Մի խոսքով գլուխը բռնես, բացարձակ օգուտ չկա, բայց մեր երեխեքը դրա մեջ է։ Հսկողության տակ երեխան չի կարա դրա մեջ լինի։ Մեր եթե երեխան մեծանում է գնում է տեղ, ու ասում է մամային կամ պապային դու բան չես հասկանում, ինձի հանգստով չէ, այդ շարունակում է ինքը արդեն ինչ արել, խախտվել է։ Վերահսկողությունից դուրս եմ միանշանակ։ Ես թեթև բան ասեմ, երեխան համակարգչով մի քանի էջ է բացում, խեղճ ծնող շատ եմ անում, որ այդ նույն էկրանի վրա կարա մի 10 հատ էկրան ունի։ Ինքը մի հատ այլ թափով կարա իր խաղը բացի, մի հատ այլ թափով կարա մի հատ Word-ի տեքստ բացի, իբր թե բան անում։ Դու չես իմանում, խեղճ տատիկ, չէ, որ դու իմանա։ Բայց այդ երեխան ինչ անում, այդ սա շարաշահում է։ Դրական կողմերը քիչ են, հա, գերի է վերցնում նույնիսկ մեծերին։ Մեկ մեծերներ են գնում խաղերի խելքին, կարտ են խաղում, սոլիտեր են խաղում կամպյուտերով, օրինակ էլի, տարբեր բաներ են խաղում, թվում է թե անմեղ բան է, բայց դա մեր կյանքում, մեր առօրյայում դա կա։ Եվ երեխային դարձնում անկառավարելի, երեխայի այդ ագրեսիան, երեխայի վայրենությունը, երեխայի նեղվային վիճակները, դրանք խաղերից էլ են գալի։ Ես դեմ չեմ, որ դրանք նաև գալիս են մուլտֆիլմներից, որտեղ նորմալ մուլտֆիլմ չկա։ Եթե երեխան դրա տակ է, իհարկե անկառավարելի է դառնում, իր վրա կա ազդեցություն դրսից, բայց դու որպես ծնող իր շուրջը պիտի ստեղծեիր պայմաններ, որ ոչ մի դրսի ազդեցություն իր վրա չկա։ Ընկերներ, անխուսափելի առանց ընկերների, կյանքը չեն պատկերացնում առանց ընկերների։ Մշտական է, օրը մի 5 ժամ հաստատ դպրոցում շփվում են, եթե դպրոցը չէ, աչի զախից շփվում են։ Մշտական խնդիր է, որովհետև ես համարձակ ասում եմ, ովքեր են աշխարհիկ ընկերներ, իրանք չեն կարում ապաշխարել։ Մենք սուբյեկտիվ իմաստուն չենք, հա, չար ընկերակցությունները ապականում են բարի վարքերը։ Ինչքան էլ ուզում ես իմաստուն եղի, չար ընկերակցությունից թույլ է գալի երեխու կյանքում։ Եվ թող հիշեն բոլոր երիտասարդները իրանց առաջի վադարարքը, էդի արել են ընկերոջ խորհուրդով։ Ընկերը մի հատ վատ բան արել, այդ ասել ես այս բան եմ արել, մտել գլուխը։ Դե դու ինքն ես գնացել։ Ոտունը չէին ասի ես գալաթ արա, չէին ասի։ Դասատուն դպրոցում չէր ասի։ Ով ասել, անհրաժեշտ է, ընկեր ասվածը անհրաժեշտ է։ Զուտ որպես մենք առանց մարդու առանց շփումի չենք կարող, չէ՞։ Բայց գոնե դա լինի եկեղեցում, էլի ոչ թե աշխարհում։ Աստված չի ասել ընկեր մի ունեցի։ Բայց Աստված ասել է քո ընկերները ովքեր կլինեն, քո եղբայրները կլինեն։ Քո ընկերները քո ընտանիքը կլինի, քո ընկերները եկեղեցին կլինի, քո ընկերները նրանք են, ովքեր սիրում են Աստծուն եւ նրա կամքը։ Մենք չենք ասում ընկեր չունենանք։ Բայց եթե մեր ընկերները տիպիկ աշխարհիկ են կամ թունդ աշխարհիկ են, մենք ընդդեղից լավ բան հաստատ չենք քաղի։ Միջավայրը վնասում է միանշանակ վնասում է։ Ընկերության մեջ շատ վատ բաներ կա, իրականություն աշխարհիկ ընկերության։ Դրական կողմերը քիչ են, հա, մենք չենք կարող խուսափենք մարդկանց, հա, դպրոց, բարձրագույն կամ աշխատավայր, վերջը որոշ մարդկանց էլ որոշակի չափով շփվում ենք, չենք կարող փախնենք հասարակությունից։ Բայց հասարակության մեջ ովքեր են համարվում մեր ընկերները, մենք պետք է դրա հետ հաշվի նստենք։ Հատկապես մեր երեխաները գերի վերցնում են միանշանակ, որտեղ երեխեքան իրանց ընկերների համար ամեն ինչի պատրաստ են։ Տնից կգողանանեն, կտանեն, ուրիշի համար վարակներ կանեն, կհապկվեն կետան աղջիկ կփախցնեն, ամեն ինչ կանեն։
ամեն ինչ կանեն, մենակ հասնել իրանց նպատակին, իրանց ծնողներին խայտարակ կանեն, բայց իրանց ընկերներին չեն թողի, դեպի այդ կարգի հիվանդությունը, բոլոր վատ սովորությունները գալիս են ընկերներից, ուրիշ փախնելու տեղ ունենք, աշխատանք, ուզենք թե չուզենք, բոլորն աշխատում են, մեր երեխաները եթե սովորում են կամ չեն սովորում, վերջը գալու են հասնեն միտեղ, որ պիտի աշխատեն։ Աշխատանքի համար կարևոր է մասնագիտացումը, կարևոր է, բայց ոչ բոլորն են ընտրում ճիշտ մասնագիտություն է դառնում։ Անհրաժեշտ է, պարտադիր է, միջավայրը կարող է վնասել, կարող է չվնասել, վերահսկողությունից դուրս է, իմ տղան աշխատում է, բայց ես չգիտեմ ինքը գործի տեղ ինչ անում։ Ուղղակի եթե մենք իր հիմքը ճիշտ ենք դրել, ինքը հասունացել է, Աստծո տուղթի մեջ է մտել, ինքը իր աշխատավայրում ցույց կտա ինչ որ իր ներսում կա։ Եթե ինքը ճիշտ դրված չի, ինքը ունի աշխարհիկ զգուշտներ, գնաց աշխատանքի չէ, դու չգիտես ինքը դե ինչեր կարա անի։ Կարող է գերի վերցնել, որովհետև շատ մարդիկ աշխատանքի պատճառով հավատարիմ չեն ժողովներին, հավատարիմ չեն կարդալուն, հավատարիմ չեն այցելություններին, զուտ նրա համար, որովհետև ավելի շատ են ուզում աշխատել, որովհետև կա հարստության գայթակղություն։ Մարդիկա շատ են աշխատում, որտեղ կարիքն է ստիպել, դա ուրիշ խնդիր է, այդ հարցը պետք է ուրիշ ձև նայել, բայց եթե քո ներսում իրականում կա հարստանալու գայթակղություն, որի պատճառով դու զրկվում ես հոգևորից, դա արդեն դատապարտելի է, հոգևոր տեսանկյունից, այսինքն չկա ժամանակի հավասարակշռություն։ Մենք աշխատանքի համար ամեն ինչ կտանք, բայց հենց հերթ հասնա ժողովի արդեն պրոբլեմ առաջանում։ Ընտանիք IS-ի իր ամենակարևոր հարցն է, ինքը տանն է, ու ինքը ինչով է զբաղվում եւ դու իրան ոնց ես կարում հասնես, հա։ Անհրաժեշտ է որպես առողջ միջավայր մեր վրա պատասխանատվություն կա մեր երեխաների համար։ Այդ պայմանները մենք ենք ստեղծում այդ լույսերի համար։ Եթե մենք չստեղծենք, ոչ մեկ չի ստեղծի։ Պարտադիր է դաստիարակության համար, որտեղ Տերը պատվիրել է ինչ արա, ինձնից վերցրավ փոխանցի իրան։ Եթե դու չփոխանցեցիր, ոչ մեկ չի փոխանցի։ Անկամ պարտեզում չեն փոխանցում, դպրոցում չեն փոխանցում, բակի ընկերները չեն փոխանցում, բարձրագույն հաստատությունում չեն փոխանցում, աշխատավայրում չեն փոխանցում, եկեղեցի չի գնում, դու ես զբաղված ես։ Այդ երեխեն ինչ կանի։ Այդ երեխեն ո՞նց կարա ոտի կային։ Այստեղ է մեր խնդիրը, թե չէ սրանք ես ինչ-որ թվարկեցի կա, բայց դա մեր վրա կարա ոչ մի իշխանություն չունենա, որտեղ մենք դրանով չենք ապրում։ Ընտանիքը չպետք է վնասի, ես տարբերացի, որտեղ երեխաներ կա, կներեք, որ համարձակվում ենք ասենք, վնասվել են ընտանիքում։ Երեխաներ կա վնասում են ծնողի վերաբերմունքից։ Երեխաներ կա տերում են, որ պապայի, մամայի այոն այո չի, ոչը ոչ չի։ Երեխաներ կա, որ տենում են, որ պապայի, մամայի մոտ հավատք հետ խնել իրական չի։ Նեն չի, որ իրանք ուզում են, որ ես քարոզիչ դառնամ։ Իրանք ուզում են, որ ես լավ բիզնեսմեն դառնամ։ Ընտանիքը կարա վնասի, կարա վնասի։ Վերահսկողությունը պետք է, այստեղ չկա, որ վերահսկողությունը հնարավոր չի, ընդհակառակ, հենց տեղ է վերահսկողությունը պետք, բայց ոչ բոլոր ընտանիքներում կա այս վերահսկողությունը, ինչ-ինչ պատճառներով։ Դրական կողմերը շատ են ընտանիքի, որտեղ ընտանիքը Աստծո գաղափար է։ Ընտանիքը կապում է Աստծո հետ, ուրիշ միջավայր չկա, որտեղ երեխան կապվի Աստծո հետ։ Ինքը տնից դուրս եկավ, չէ՞։ Ոչ մի լավ բան չկա։ Ինքը աչքը ուր թեքեց, իրան Աստծուն կապող ոչ մի բան չկա, ուղղակի չկա։ Եվ համարվում է փոքր եկեղեցի։ Էսի տկար եկեղեցի։ Կաս դա ավելի զորավոր եկեղեցի, որ պապան լսկում է աղոթքի կյանքը, պապան կազմակերպում է արտասանություն, պապան օգնում է, որ երեխեքը խոստովանություն անցնեն, պապան հայցելություն է կազմակերպում, լիքը լավ բաներ կա, լիքը լավ բաներ կարա պապան անի։ Իհարկե չեք խոսում նաև մամայի մասին։ Եկեղեցի, որը 15 րոպե։ Չեմ ասում, որը 15 րոպե, եթե երեխան շաբաթական մի անգամ գալիս է պատանեկան ժամուկես, դա 2 ժամ, հետի որ բաժանես օրերի, ինչ կստացվի, ինքը քանի րոպե անում է եկեղեցին։ 15 րոպե շատ են ունի 15 րոպե։
պատկերացնում ես ինքը 5 ժամ սոսկայքում է օրը 15 րոպե եկեղեցում է օրը։ Օրինակ ոնց կարա լավ լինի, կարա՞ք ինձ բացատրեք։ Իմանայք կտրուկ փոփոխություն ասել։ Ինքը սոսկայքերում ընդհանրապես չկա, ջնջեցինք 5 ժամը, բայց ինքը օրը 20 րոպե եկեղեցում է։ Օգուտ կլինի, թե չի լինի։ Բայց այդ մի 5 ժամ, որ ինքը սոսկայքերում է, այդ լավ իրան կամում է։ Ինքը լավ դառնում է 0, մի բան էլ մինուս։ Անհրաժեշտ է, որտեղ առողջ միջավայրը եկեղեցին միակ վայրն է, որ դու կարող ես լսել Աստծո մասին։ Չեմ ասում նաև ընտանիքը, միակ վայրն է։ Պարտադիր է դաստիարակության համար, ես չեմ մտածում, որ եթե եկանք եկեղեցի, մեզի կարիք չկա սովորելու, կրթվելու, դաստիարակելու, ընդհակառակը։ Սուբյեկտն ասում է, որ սովորացրեք։ Առանց ուսուցման հնարավոր չի։ Քարոզը լավ բան է, բայց առանց ուսուցման չի ստացվում, որտեղ քարոզը sense մտավ նես դուրս եկավ։ Բայց որ մի բան ուսուցում ա լինում, չէ, նստում ա, մի հատ քար դրեցի, երկրորդ քարը դրեցի։ Չէ, երեխեն սկսում ա մտածել, ոնց որ ասում է իրան սուրբ գիրքը։ Եկեղեցին չպետք է վնասի, ցանկալի է, դա կախված է եղբայրությունից, իրենց միջավայրից, ձեր վրա կա մեծ պատասխանատվություն, որտեղ ժողովրդի կամ երեխեքի վրա հույս չկա, դու չգիտես ինքը ինչ ներքին վիճակ ունի։ Հիմա այդ երեխեն եկել է ձեր կարիքն ունի։ Եղբայրության քույրերի ունենք չէ եղբայրներ քույրեր, որոնք կարող իրար շատ վատ բայել եկեղեցում եւ բացասական ասել ինչ որ մեկի վրա եւ դառնա գայթակղության պատճառ։ Պետք է եկեղեցին չվնասի, որտեղ դա միակ վայրն է, որտեղ այդ երեխեն կարող մի հատ օդ քաշի, խորը օդ քաշի։ Կարող է կապել Աստծո հետ, կարող է կապել եւ եկեղեցին դառնում է քո երկրորդ ընտանիքը։ Դու ունես փոքր ընտանիք, բայց դու նաև ունես ինչ մեծ ընտանիք։ Եթե քո փոքր ընտանիքը քայքայված քանդված է, գոնե քո մեծ ընտանիքը դեռ կա։ Դու կարող ես ստեղ գտնել մխիթարություն, սփոփանք, հաստատվել, լացել, գլուխը դնել ինչ-որ մեկի կրծքին, խոստովանություն անել, քեզի գան օգնել, դու առանց ամոթի կիսվես, բացվես, շատ լավ տեղ ասենք, ուրիշ տեղ չունենք մենք։ Ժորժ ջան, նորություն չեմ ասում, մենք ուրիշ լավ տեղ չունենք։ Սա միակ վայրն է, որ մենք կարող ենք գալ եւ հանդիպել Տիրոջը։ Ու եթե սա շարունակվի այս պատերից դուրս, դա կլինի հրաշալի։ Բայց դրա պայմանները չկան դրսում։ Մենք ստեղից դուրս եկանք, մենակ վատն է։ Ինչ տենում ենք վատա, ինչ լսում ենք վատա, ինչ ուզում ենք անենք վատա ստացվում չէ։ Միակ բանը, որը կարող է քեզի նպաստի, դա քո ընտանիքն է եւ եկեղեցին։ Եվ կարոտած ներքին սենյակը, որը 15 րոպե, չգիտեմ կա թե չկա, պետք է հարցը կա թե չկա, եթե կա շատ լավ է, այն երեխեքը որ ունեն սա, և ծնողը օգնում է, որ երեխան ունենա սա, այդ երեխայի կյանքում լինում է հարցում, հակառակ դեպքում երեխան մեծանում է իր քեֆին, իր հասկացողությամբ, իր ցանկություններով, որտեղ եթե անգամ դու գալիս ես եկեղեցի ուղղակի ձևի համար, բայց դու չունես ներքին սենյակ, դու էլի կարող ես երկնքի դռներին չկպնես, էլի չկարենաս, որտեղ անձնական հաղորդակցություն է, դա ամեն ինչից բարձր տեղում է։ Այսի անխուսափելի կետերը, մենք չենք կարող փախնել այս իրականությունից։ Երկիրը կարևոր չի, Հայաստանում ես թե Բելգիայում ես։ Այնտեղ կարող է մի կետեր ավելի վատ դրենք, էլի ավելացնենք։ Մենք ենք որոշում, որը քանի ժամ ունենա, որը քանի ժամ ունենա քո երեխա, դու ես որոշում։ Ըստ այդմ է ջուրը կամ գալիս է կամ չի գալի ջուրը։ Մենք երեխին ինչ արի։ Այդ խոսքը չկա սրտի մեջ, այդ երեխան ոնց մեղքի դեմ չչոքի։ Կարա չչոքի, չի կարա չչոքի։ Ես խոստովանում եմ, եթե Աստծո խոսք չլինի իմ սրտի մեջ, ես մեղքի առաջ կչոքեմ։ Ես այդ երեխուս լավը չեմ, նույն մատերիալն է, հա։ Տարիքին մի խախտել։ Տարիքին մի խախտել։ Մեղքը որ չոքացնես, բայց ի՞նչն է պահում քեզ որ մեղքը չչոքացնի։ Աստծո խոսքը։ Չկա Աստծո խոսք։ Ոնց նայում եք, գալու ուրիշ բաներ, այդ երեխան ոնց կարողես։ Չես կարող փախնես աշխարհից։ Չես կարող վատ բան չլսես, չես կարող վատ բան չտենաս։ Չի կարող վատ բան չգա մտքի մեջ։ Դա էսի է։ Դրա վրա մենք ունենք ինչ լիարժեք իշխանություն։ Ոչ, չենք ընդունում Հիսուսյանով քանդված է։ Մենք Սուրբ Հոգու պատճառով։ Ու քո կյանքը դառնում է ուրախություն քո ծնողների համար, քո կյանքը դառնում է ուրախություն եկեղեցու համար, դու մեծանում դառնում ես անոթ,
որպես աղ եւ լույս եւ դառնում ես պիտանի մնացածը։ Հիմա քո ձեռքերում է երեխայի առօրյան, Աստված չի իջնելու եւ դա կազմակերպելու։ Աստված ասել է, որ օրը դռները բացեցի, ես առատ կլեցնեմ։ Այսքան բացեցի, որ այդքան կլեցնեմ։ Շատ բացեցի, շատ։